Երբ գալիս եմ լոր եք ուտում։ Կիկլոպը ի՞նչ է։ Գնում եք սունկ հավաքելու։ Մենք որ ուզում ենք մաքուրոտ շնչենք, տուն ենք մտնում։ Հիմա մեջում մեղու կա։ Ինչքան ժամանակից կլինես այստեղ։ Արանք մի հատ նորից։ Հաճելիա 5 սանտի։ Հա, հաստությունը։ Այո։ Սիրելը կարևոր է։ Բաբշե ոնց է գյուղի կյանքը, հələ մի քիչ պատմի էլի։ Բարև Մաքս, մնաս դպրոցում անես դաս, թե գնանք Սարեր։ Իսկ թվում է Վարշանել Սարեր։ Գնանք Սար, մենք գտնվում ենք Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկում, գյուղ Լճաշենում, եւ բարձրանալու ենք Բուղդասարը, այնտեղ պատրաստենք ուտեստ։ Մնացեք մեզ հետ, տեսնենք ինչ ենք պատրաստելու։ Մեկի տանը կակատու, մեկն էլ ունի կակատու, մեկն էլ չունի կատու, բայց բանի կա թակարդում, շատ տեղեր հստակ գրած է, բայց դե ով է տակարդում, եթե միտեղ մեկը քնած է, ուրեմն մեկն էլ կա արթուն, ով է հավատում, որ ինը կյանք ունի կատուն, եթե կա ձեռը տուր ու ունտրի մի կտուր, որտեղից շատ հանգիստ կտրնենք ես ու դու, կարող է շատ կծույա ու դու կծու չես ուտում, ինչ չի ուզում քո կարծիքը, իզուր մի բարձիկ ես, շատերի համար կարող եմ քեզ իմ համար դու Ահա ախպեր ջան, սկսեցինք, դու կրակ վառել կարում ես, չէ՞։ Ինչ դասեր որ մենք եկանք դուրս եկանք։ Գերմաներեն։ Գերմաներեն։ Մի խոսքով մի դասաժամ պակաս արեցիր այսօր։ 2 2, հաջորդը ինչ էր։ Տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան որն է, որ թղթերով բաներ են սարքում։ Լոր ենք լցոնելու։ Էլ հագուստս փոխեմ ու սկսենք, հա։ Դու ուտեղ պատրաստեցիր, չէ՞, փայտերը։ Ահա, դե ես էլ մի րոպեից կգամ։ Ես եկա։ Լորն էլ բերեցի։ Ինչ փուլում է կրակը, ստացվում է։ Այդքան էլ չէ։ Իա։ Հաջող։ Բացիր կարում ես, հələ դու։ Չի արվում։ Ահա մի րոպե, ուր են չոր բաները, ուր է։ Իմ կյանքում ամենահամով լորը կերել եմ Լճաշեն գյուղում ու որսի լոր էր։ Հիմա պատրաստելու ենք սոխառած, ավելացնելու ենք այս մեր բաղադրիչները, սունկը, լոլիկի չիրը, ընկույզը, բանը, սոխի չիրը, հետո ավելացնելու ենք հաճարը։ Հետո այս թելով կապելու ենք ու դնենք այն թավայի մեջ, դնենք ջեռոցը, էլի մի խոսքով ախպեր ջան։ Պետքա նաև պատմես, որ մեզ դիտող մարդիկ իմանան Լճաշեն գյուղի պատմությունը, առանձնահատկությունները։ Լճաշեն գյուղը ունի շատ հին պատմություն։ Ահա։ Լճաշեն գյուղը նաև ունի մի քանի շատ հին եկեղեցիներ, որոնք քանդված են։ Մեկը կա Դամբարանադաշտում, Ահա։ իսկ մյուսը կառուցում են մի քիչ հեռու։ Մենք Կիկլոպյան ամրոցի մոտով, չէ՞, անցանք քիչ Այո։ առաջ։ Ամրոցի մասին են ավելի շատ խոսում, պատմում։ Տուրիստներ, զբոսաշրջիկներ հանդիպում ես, գալիս են։ Գիտեմ, որ գալիս են։ Հա։ Իսկ սեղ ինչ ունեք, հյուրատներ, բան կա, չէ՞, ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, մեր գյուղը զարգացած է։ Կիկլոպը ինչ է։ Պարս պատվելու համար տեղը Հա։ պատ են սարքել։ Այս էլ միշտ ասում են Կիկլոպ, չեմ իմացել ինչ է, փաստորեն տենց պահ կա, հա։ Հա։ Պարիսպին են ասել։ Այնտեղ կա թանիրներ, մեկը պարս պատվելու համար, պաշտպանվելու, մեկը հաց սարքելու ուղակի։ Ես ճիշտ հասկացա, մարդիկ պատերազմի ժամանակ պատասպարվել են։ Հա, Հասկացա։ Ինչ որ բան կա, որ չես ուտում։ կա Հա, ինչ չես ուտում, Մաքս։ տապակած լոբի։ Տապակած կանաչ լոբի։ Հա։ Հա, եսը չեմ սիրե, գիտես։ Իսկ ինչ նախասիրություններ ունես բացի խոհանոցը։ Դհոլ նվագել, շատ Հա։ եմ սիրում։ Դհոլ ես գնում։ Համերգներ, բան։ Հա։ Սունկն էլ կտրտենք մանր։ Սունկ սիրում ես։ Գնում եք սունկ հավաքել, Հա։ օրինակ Դիլիջանում գնում են։ Մեր դաշտերում են հավաքում։ Մի րոպե, հեսա ասեմ, ձեր մոտ գիտես ինչ սունկ կա, այն մեծ, սպիտակ, չէ, շամպինյոն չէ, գառան դմակ, Հա։ իմացար Կա, որի հետ հա, է, մի անգամ կերել եմ շատ իմացա։ համով է։ Սիգի պահածո կա Սևանում շատ հայտնի, եկել ենք դրա հետևից, ում ենք գտնելու, որ մեզ կպատմի այդ Սիգի պահածոյի մասին, երևի տեղի բնակիչները, հա։ Կպատնի։ Կպատմեք, այսինքն դու էլ գիտես, լոլիկի չիր սիրում ես, փորձել ես հեչ, չէ։ Ես եմ սարքե, գիտես։ Էս էլ մանր կտրտելու ենք, հիմա այդ հաճարի հետ խառնենք։
Գնանք հեսա սոխառածին ավելացնենք, այս սրանք լորերը լցոնենք, ինձ կօգնես, չէ՞ կապելուց։ Հետո շարենք սինի մեջ ու դնենք արդեն ահա թրջնամիսը ու պոպոկը իրար հետ շատ լավ համադրվում են։ Բա ոնց որոշեցիր դհոլի գնաս օրինակ, նայեցիր մի հատ լավ դհոլահար տեսար, ինչ արեցիր։ Անհատական ես պարապում, թե խմբակա։ Համ խմբակային, համ անհատական։ Ու մեդալներ ես ստանում։ Շատ լավ է։ Կարևորը սիրում ես, էլի, ինչ որ մի բան անելուց այդ սիրելը կարևոր է։ Էս էլ իմ դհոլն է, էլի, տես ինչ ձեներ է գալիս։ Ռումբա եմ խփում։ Տենց տակտեր կա, չէ՞ ռումբա։ Շատ լավ։ Տենանք է սոխառածը ինչ է դառնում, կերավ մեր կյանքը։ Ստե բերենք։ Էլա։ Արի բերանը փակ ենք ախպեր։ Էսի նայ որ նոր տարի է հեսա, հյուրեր կգան բան սարքես էլի ապեր, չէ՞։ Նայ, այսպես լցոնում ենք։ Մի քիչ պարմեզան ենք անում, մի հատ էս բազիլիկի տերևից ենք դնում, մի հատ էլ էս չիլի պղպեղից ենք դնում։ Ահա։ Հիմա ես պահելու եմ, դու կապես։ Կարաս, չէ՞։ Արի։ Դու կապեք։ Խի։ Ես կապելուց թույլ եմ։ Կապելուց թույլ ես, ես քեզ կօգնեմ, արի, տուր։ Նայ, այսպես պահում ենք, պտտում ենք, մի հատ էլ ենք պտտում ու կարանք այսպես բերենք, ստեղից կապենք։ Մաքս, բայց էսի մենակ մեր բանը չի, էսի պետքա զանգենք ընկեր բան կանչենք։ Ընկերներ ունես։ Հա, ունեմ։ Ձեր գյուղի տղեկն են։ Դե զանգի ասա Երևանից տղերք են եկել, գործ կա ձեր հետ եկեք։ Տենան կգան թե չեն գա ընկերներդ։ Ալո, հա Մաքս։ Ռու բալուս։ Բալուս։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, ինչ կա, ինչ ես անում։ Բան չէ։ Դաս եմ անում։ Բարև եղբայր։ Բարև։ Ռուբեն ջան, մենք Կիկլոպյան ամրոցի մոտ ենք, եկել ենք Մաքսի հետ գործ ունենք, դու էլ իր անկերն ես ոնց հասկացա, Այո։ ինչքան ժամանակից կլինես ստեղ, 10 րոպեից։ դնեմ չէ, Շատ լավ։ հաստատ գալու է չէ ընկերդ, վсё դնում եմ, Ռուբս բրատս, այսինց անենք, ահա, դե թող դառնա, Վերջ։ հաղորդման այս փուլում մենք կարտոֆիլի պլեջ ենք պատրաստում, սարքում եք գյուղում, սենց բան, Հա, բաբշե ոնց է գյուղի կյանքը, հլը մի քիչ Շատ պատմի լավ, էլի, օդը ինչ շատ եք անում, մաքուր է։ դե օդը ընտիր, բայց կենթանիկով, ցուլ, ինչ կա լճաշենում, Կով, խոզ, ըհը, ճուտ, հորդ։ այդ կենթանիներն եք պահում, Հա, իսկ մարդիկ ինչով են զբաղվում բացի անասնապահությունը, գործարաններ բան, ինչ-որ Հա, բան կա, կա։ հա? Ինչ կա, Կաթի գործարան կա, հանք կա։ հանք կա, կաթի գործարան կա, այս չնայած փոքր գյուղ չի էլի լճաշենը, ահագին մեծ գյուղ է, Լիմոնադի գործարան կա։ լիմոնադի գործարան, լավ, բայց այդ բանը, որ ասում ես, կաթի գործարանը, Հա։ ես օգտվել եմ, շատ համովել կաթնամթերքեր, ես ամեն Երևան գալուց իմ հետ տանում եմ, օգտվում եմ, առհասարակ ես գյուղական էկո մթերքը միշտ շատ սիրված է եղել ու ով զբաղվում է այդ գործով շատ ճիշտ է անում, որովհետև հիմա մարդիկ արդեն մեծ ուշադրություն են Հա։ դարձնում որակին, իսկ ձեր մոտ կաթը տեղում է, բոլոր մթերքները լավն են, թարմ են, Մաքուր։ որակով են, դրա համար էլ այսպես կարգին տղերք եք մեծանում ախպեր ջան։ Մաքս, լճից ինչ գիտես, ոնց է հիմա զգում։ Դե սիգը շատ է։ Հիմա սիգը շատ է, Սևանում։ շատ լճում։ լավ է, շատ լավ է։ Իշխան էլ կա։ Իշխան էլ կա, Իշխան։ բարակ կա, խեցգետին կա։ Քիչ են։ Չէ, խեցգետին շատ քիչ։
Մի խոսքով դու էլ գնում ես դաշտերը, անասունները տանում եք, բերում եք, հա, հետևում եք։ Միշտ գիտես ինչ եմ տեսել ստեղ գալուց։ Նախին ենք տանում։ Լիքը այտենց կովեր ցուլեր են գնում ու մի հատ շատ բարձր ձիով տղա է, հա, ինքը երևի այդ նախիները ճիպոտով, հա, խփում տանում աստեղ, ընդեղ, հա, թեյք խմես արդեն եռաս թեյնիկը։ Բանկերդ ինչով ա զբաղվում։ Գերես Մի տարիքի եք, հա։ Չէ, մի տարի ուզում դառնա։ Ինքը մի տարի ինձնից մեծ է, զբաղվում է ֆուտբոլով, ուզում է ֆուտբոլիստ դառնա երևի։ Ահա։ Շատ լավ է, շատ լավ է։ Ռուբենն էլ հասավ։ Ռուբեն ջան արի։ Բարև, իսկական ժամանակին էլ եկար, իսկական ընկեր։ Ասեցի Երևանից տղերք են եկել, շուտ եկար հասար։ Լոր ենք լցոնել հաճարով, հիմա եթե դուրները տեկավ, փորձեցիք, ես պետքա դառնա ձեր նոր տարվա սեղանի բան ուտեստներից մեկը։ Լոր շատ եք, չէ՞ սիրում ստեղ, որսի եք գնում, սարքում եք, իսկական տղերք եք, էլի։ Ես քեզ Ես ընկեր ջան, քեզ, բայց ես այս բանից էլ եմ տալիս, իրա ներսում լցոնած հաճարից էլ պետքա փորձեք։ Դե տեսել ա Մաքսը ոնց եմ սարքել, հաղորդումը կնայես դու էլ կիմանաս, ես մի արտակարգ բան անկեր, ես քեզ, դե փորձի մի հատ կարծիքդ ասա։ Մաքս ջան դու էլ փորձեք եւ պատմեք գնում եք լիճ ձուկ բռնելու, հա, գնում եք բռնվում ա մի բան։ Հա։ Սիգա ձուկ եք բռնում։ Բարդ, բայց հա։ Չեք վաճառում, մենակ բռնում եք։ Ես կվաճառեի։ Լեճել ունենք ստեղ Ռուբեն։ Ես սենց դնում եմ, կարակ վերցնեք։ Նվագելու ես այսօր մեր համար։ Որն ես նվագելու։ Խառը։ Խառը մի բան։ Լավ էլ միջավայր է։ Սկսենք։ Սկսենք։ Գիտես չես տեղից եկա մենք հələ ուր պետք է գնանք, մութը ընկնում է արդեն։ Գնալու ենք այդ Սևանի Սիգի պահածո կա։ Դրա բաղադրատոմսը գտնենք, որ դնենք մեր էջում, որ այս հաղորդման նյութը վերջնական լինի, էլի։ Թե չէ մենակ ուտել խմելով չի։ Բերում ես դհոլը։ Օպա։ Բրավո։ Դե ինչ, Կիկլոպյան ամրոցի տարածքում մեր նկարահանումները ավարտվեցին, ինչպես ասեցի, հիմա կիջնենք գյուղամեջ, գտնելու բաղադրատոմսը, գտնելու ենք բաղադրատոմս, որով պատրաստում են Սևանի հայտնի Սիգի պահածոն։ Հաջողություն ախպեր ջան, Մաքս ջան, շնորհակալ եմ, հաջողություն ախպերս։ Գնացինք։ Տիկին Էմա, բարև ձեզ։ Մեզ ամբողջ Լճաշենը ուղղորդել է դեպի ձեր տուն, որ իմանանք ձեր Սիգի պահածոյի բաղադրատոմս է։ Ոնց եք լավ եք։ Լավ ենք, շնորհակալություն։ Ոնց եք սարքում Սիգը։ Սիգը, ձեզ հետաքրքրում Սիգը։ Այո։ Սիգը Ինչ բաղադրիչներ եք օգտագործում։ մենք ընդամենը օգտագործում ենք Լևանում ենք իհարկե հենց սկզբից։ Քևիկները կտրում ենք։ Գրիչը չի գրում։ Չենա գրեց։ Հաճելյա 5 սանտի չափով կտրատ է։ Հա, հաստությունը, որ շատ չփափկի։ Հա։ Ամեն ինչն էլ նշանակություն ունի։ Լևանում ենք ընդհանրապես ձուկը սիրում FP 45 րոպե։
Հետո հանում եմ, ես իմ էփազն եմ ասում, հանում եմ հատիկ շարում եմ, որ սառի, Այո։ սառի, հետո նոր շարում ենք բանկաների մեջ, տոմատաջուրն ենք բռնում, մի քիչ մածուցիկ, դրա հետ խառնում ենք դափնե տերևը, Հա։ կլորսև բիբարը, Այո։ այո, Ու դնում եք աղը բանկաների մեջ։ չմոռանանք, Երևի 1 տնից, կիլոգրամին 18-ից 20 գրամ։ թեթև ճաշիկը թաս, Հասկացա։ որ թեյի անենք, մի քիչ ալանի կլինի, ձուկը ալանի չի սիրում, Չէ, դե Այն ձուկալանի որում է, եթե ասա։ չէ, ձուկը ալանի չի սիրում, Դուք պատրաստել եք արդեն այս տարի։ սպասում եմ մի քիչ էլ սրտերն ընկնի, Ավելի որ լավ ավելի, համոզիկ այս եղանակի ձուկը ավելի համեղա, էփել, մի 5 ժամը բավարար է, լիովին 40 րոպե բավարար է, եփելուց հետո մի հատ էլ 5 էդի ժամ։ բանկաների մեջ որ լցնում Հա։ ես, տոմատա այդ մածուցիկը որ լցնում ես, դրանից հետո պետք է անպայման մի 5 ժամ էփես բանկաների մեջ, Հա։ անպայման։ Տիկին եմ այս մեղր եք։ Բանը Իմ քարի։ տղաս պահում էր, լավ Ահա։ փեթակ, մեղուն էր, ուղղակի իրանցով ոչնչացան, Ահա, լավ բան չի եղել։ մնացել, Մենք էլի ենք գալու, ես այս գյուղի փեսա եմ, չէ։ Կգանք էլի։ ուրախ եմ, որ ջուղի փեսա ես, թանկ ես երևում, Թանկ եմ երևում, շատ Հա։ լավ։ Մերսի շատ, դուք էլ եք թանկ երևում։ Որ սարքեմ այդ պահածոից կբերեմ։ ուրախ կլինեմ, եթե սարքես, Լավ եղեք, հաջողություն, տուն մտեք։ նույնը ձեզ։